տարի 10 ամիս մենք ունենք գործող ռազմավարությունը, որը իրականացում է տարբեր գործողությունների մասով։ Մենք նաև խնդրել էինք հանրային կապերի եւ տեղեկատվական պոակին մեզ տրամադրել 24 թվականի վերաբերյալ կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը, ինչը ստացել ենք եւ ուսումնասիրել ենք եւ շնորհակալ ենք փաստաթուղթը մեզ հետ կիսվելու համար։ Մեր այսօրվա այս երկրորդ մասի քննարկման նպատակը ինչումն է, որ ԿՀԿ-ներով, պետական մարմիններով, փորձագետներով համատեղ վերանենք այն հիմնական խնդիրները, որոնք առկա են այս ոլորտում։ Դրա հիման վրա, այսինքն այս քննարկման արդյունքների, մեր կատարած աշխատանքների հիման վրա մենք հատկորոշենք այն ուղղությունները, որի մասով կառավարություն ներկայացնելու ենք բարելավման առաջարկությունների փաթեթ, այդ թվում նաև ռազմավարության բարելավման ուղղված։ Ես ինչպես խոսքի սկզբում նշեցի, օրինակ առաջին խնդիրներից մեկը, որ վեր է հանվել, դա մարմնի բացակայությունն է համակարգված, կենտրոնացված մարմինով պատասխանատու է լինելու ըստ էության ապատեղեկատվության դեմ պայքարի իր ամբողջ սպեկտրով, ամբողջ սպեկտրի մասին է խոսքը, եւ ես առաջարկում եմ մեզ ունենանք այսպես 3 ունեցել ենք համանման քննարկում ուղղակի առցանց ֆորմատով ու նորից տարբեր իրավասու մարմինների մասնակցությամբ, հիմնական մենք քննարկմանը հրավիրում ենք այն մարմիններին, որոնք մաս են կազմել գործողությունների ծրագրի կատարմանը, տարբեր թե կատարող, թե համակատարող կարգավիճակով, այո, գործողությունների ծրագրի 24-26, սա ձեզ որ պատկերացնեք, թե ինչ լսարանում է քննարկում իրականացվում, եւ այսպես կխնդրեմ ձեզանից երևի բացենք քննարկումը եւ մեզ հետ կիսվեք այն մտքերը եւ այն խնդիրները, որ դուք այս ոլորտում տեսնում եք եւ դրա շուրջ արդեն կարող ենք ունենալ առանձին քննարկումներ։ Մեզանում այդ կանխարգելիք ինչ գործիք է կազմում կիրառվում եւ ինչ արդյունավետությամբ կամ կիրառումը։ Կարծում եմ հարցի հասցեատերը ես չեմ, ընդհանրապես ՀԿ սեկտորը չի, դա եթե ունենք չէ ներկայացուցիչներ մենք տեղեկատվական պոակից, որովհետև իրենք են իրականացնում հիմնական գործառույթները, բայց ոչ ամբողջ սպեկտրով ոնց նշեցի, մենք ձեռնարկում ներկայացրել ենք այն հիմնական կանխարգելիչ գործողությունները, որոնք տարբեր երկրներում իրականացվում են ու տարբեր ֆորմատներով, սկսված ուսուցումներից վերջացրած տարբեր ոնց նշեցի, օրինակ մարմիններ ստեղծելով կամ եթե չկա մեկ միասնական մարմին տեղում են կարողությունները զարգացնում, բայց չեն բավարարվում միայն օրինակ մամուլի խոսնակի կարողությունների զարգացման կամ վարչության կոնկրետ այդ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների կարողությունների բարձրացման գործողությունների շատ են, բայց կոնկրետ թե մեր մոտ ինչ է արվում, ես կարող եմ հետևյալն ասել, մենք ուսումնասիրեցինք 24 թվականի կատարողականի վերաբերյալ հաշվետվություն ներկայացվել էր կենտրոնի կողմից, որպես այսին գործողությունների մի մասը վերաբերում էր տարբեր ուսուցումների կազմակերպման, ինչպես նաև որոշակի օրենսդրական փոփոխությունների, օրինակ քաղաքացիական օրենսգրքում այդ զրպարտության վիրավորանքի մասին փոփոխությունները, որով այդ վնասի շեմերն էին փոփոխվել, սրա մեջ էր, որ մեզ տրամադրել կառավարությունը։ Հիմա եթե մենք ունենք պոակից ներկայացուցիչներ, ովքեր դեմքով իրական չեմ ճանաչում գործընկերներին, կներեք դուք եք, բայց գիտեմ որ հաստատել եք, եթե ունեք այս մասով ասելիք, ինձ թվում է դուք ավելի բան կփակեք, ավելի լայն կփակեք, էլի, ես ասեցի այն, ինչ մենք ստացել ենք ձեզանից։ Եվ արևմտյան եւ ռուսական այդ դրանք շատ կարևոր ուշադրություն են դարձնում եւ տարածումները, լուսաբանումները ու արագ հերքումներ են գնում։ Եթե հասարակության այդ իրավամակարդակը նոր բարձրացվի, ինձ թվում է դա է ամենամեծ խնդիրը, կարելի է այդ հերքումներին ուշադրություն դարձնել, որովհետեւ այդ ապատահեկատվությունը այնպես հասարակում, որ չես կարողանում իր հետևից գնալ։ Իմ միտքը գիտեք որն էր, խոսքը գնում է կանխարգելման մասին, ոչ թե հենց դե ֆակտո արձագանքման կանխարգելման, եւ եթե մենք ուսումնասիրում ենք միջազգային փորձը, իմաստուն ուսումնասիրել տեղային նաեւ դաշտը, որպեսզի առաջարկներ եք ասում ներկայացնենք բարելավման համար, չէ՞, պիտի նայենք ինչ կա միջազգային փորձի մեջ կանխարգելման համար լավագույն տարբերակները, նայենք ինչն է մեր մոտ բացակայում կամ լավ չի աշխատում ու առաջարկներ անենք, որ այդ կանխարգելիչ մեխանիզմը իրական այդ ուղղությամբ էլ շարժվում ենք, այո։
Այդ ուղղությամբ էլ շարժվում ենք, ձեռնարկը, որ դες ներկայացվեց երկու հիմք ուներ մշակման հիմքում ընկած էր երկու աղբյուր, դա միջազգային փորձներ, այդ թվում նաև քաղված դասերը, որովհետև ոչ միշտ է, որ ճիշտ է վերցնել միջազգային փորձը եւ տեղայնացնել։ Մի հատ պետք է հասկանալ, դա իրանց մոտ գործել է, չի գործել, եթե գործել է, դա ինչքանով է հատուկ մեզ հասարակությանը, մեր իրավական համակարգին եւ մեր աշխարհընկալմանը ամենակարևորը, եւ այդ քաղված դասերի հիման վրա նաև ազգային համատեքստը հաշվի առնելով արդեն ներկայացվեն այս առաջարկությունները։ Ու քանի որ մենք իհարկե ունենք մոտավոր, ոչ թե մոտավոր, այլ պատկերացումներ, թե ինչ ուղղություններով կառաջարկենք հաշվի առնելով ճանապարհային քարտեզը եւ գործողությունները, օրինակ, ոնց նշեցի, հիմնական հաշվետվությունը վերաբերում է կրթական միջոցառումների կազմակերպմանը ու մի մասը այլընտրանքային ոչ ֆորմալ կրթությաններ վերաբերվում, մի մասը արդեն հանրակրթության շրջանակներում էին դպրոցներում կատարել աշխատանքներ, բուհերի ակադեմիական հաստատությունների հետ կա որոշակի պայմանավորվածություններ, բայց այստեղ օրինակ ինչպես նշում է ԿԳՄՍՆ-ն, քանի որ կա ակադեմիական հաստատություն, իրենք ինքնուրույն են իրենց կանոնադրությամբ, իրենք պիտի որոշեն այդ առարկաները ներդնում են իրենց մոտ թե ոչ, բայց կարծեք թե ինչ որ քննարկումներ գնում են միասնական մոտեցում ցուցաբերելու համար։ Ես հիմա էլ իմ առաջ ոնց որ հաշվետվությունը բացել եմ, որ տեսնեմ ինչ որ բան չեմ բաց թողել, ոնց որ հիմնական եւ ինչպես նշեցի նաեւ այդ օրենսդրական փոփոխությունները, որ իրականացվել է, դա է նշված որպես կատարողական։ Հիմնականում այս գործողություններն են, որ կատարվում է կառավարության կողմից, այն ինչ մեզ ներկայացվել է։ Հիմա նաեւ այս քննարկմամբ մենք նաեւ ցանկանում ենք, որ օրինակ երեկվա քննարկման արդյունքում էլ բավականին կարեւոր հարցադրումներ ու կատարված աշխատանքներ ներկայացվեցին, այդ թվում նաեւ հիմնախնդիրներ ներկայացվեցին։ Սա էլ ըստ էության երկրորդ մասն է, որ սրա այս ամբողջի արդյունքում ոնց որ ամփոփելու ենք ու նաև իհարկե հրապարակելու ենք, որ բոլորին դա տեսանելի լինի։ Ես դրա համար խնդրում եմ մեզ յուրաքանչյուրից մեր մասով ներկայացնել դուք ինչ խնդիրներ եք տեսնում։ Մենք 2-3 տարի առաջ, երբ որ կառավարության հետ քննարկում ենք հաղորդակցության ռազմավարությունը, կարևոր խնդիրներից մեկը, որ բարձրացվել էր, դա մամուլի խոսնակների կարողությունների զարգացմանն էր ուղղված։ Հիմա այս մասով արդեն աշխատանքներ արվում էր եւ այդ հաղորդակցության ռազմավարության շրջանակներում նախատեսված էր։ Հիմա եթե նայում ենք ապա տեղեկատվության կոնտեքստում, սա է, որ ձեզ խնդրում եմ դուք ձեր ներդրում ունենալ քննարկմանը, եթե ունեք ինչ-որ հարցեր, տեսլեք խնդիրներ կամ նույնը որ վերաբերում է մարմնին, ընդհանրապես ոնց եք պատկերացնում պետք է ունենալ մարմին, թե ամեն դեպքում ճիշտ է տեղում կարողությունները զարգացնել եւ գնալ ապակենտրոնացված մոդելի ուղղությամբ։ Մարմինը նաև ռիսկեր ունի, որովհետեւ ասենք եթե ամբողջ տեղեկատվությունը կենտրոնանում է միտեղ, իսկ կանոնակարգված լինի տեղեկատվության սպառումը, հա։ Օգտատերը եւ սպառման մեխանիզմները ինքը եթե ամենամեծ դեպի կառույց լինի պետք է ներկայացական կառույց, էլի ոչ թե sense ենթադրում պետության կողմից ստեղծված կառույց, այլ ինչ որ հանրային կառույց, եթե ստեղծվում այդ կառույցը։ Ինչ վերաբերում է իմ կարծիքով այդ կարողությունները, որ ասում եք PR մասնագետների կարողությունների զարգացմանը, մենք մի հատ խնդիր ունենք PR կառույցների հետ, որ իրանք էլ միշտ արձագանքում են, հիմնականում արձագանքում են դե ֆակտո։ Այսինքն իրանք այդ նորից վերադառնում են կանխարգելիչ ինֆորմացիոն դաշտ մեր PR կառույցները չեն ստեղծում, այսինքն եթե խնդիր կա, ասենք ինֆորմացիոն դաշտում, եթե ժամանակին մեկնաբանվի, ժամանակին նախաձեռնվի իր մեկնաբանությունը կամ տեղեկատվությունը, այդ դեզինֆորմացիան չի աճի, չի մուլտիպլիկացիա ստանա։ Այդ իմաստով օպերատիվ աշխատանքը, ես չգիտեմ, երևի դա ենթադրում է նաև նոր էդ էին քննարկում, ինչ-որ անընդհատ աշխատանքը, թեկուզ աշխատած ժամանակի առումով, թեկուզ հերթափոխային աշխատանքի առումով, որովհետև եթե 6-ին գնում են տուն, մինչև մյուս առավոտ ժամը 10-ը, երբ որ իրանք անցնում են աշխատանքի, լսվում է, չէ՞։ Դա անցնում են աշխատանքի, արդեն այդ բացը ինֆորմացիոն այնքան կներեք աղբով է լցվում, որովհետև պետք է հսկայական ժամանակ չեզոքացնելու համար։ Այսինքն, այո, հանրության հետ կապերի կառույցները պետք է ուժեղացվեն եւ նաեւ աշխատանքի երևի թե կազմակերպումը պիտի մի քիչ ավելի
Շատ լավ, շնորհակալություն։ Արուսյակ Գասպարյան, ներկայացնում եմ Վարչապետի աշխատակազմի հանրենկապետ տեղեկատվության կենտրոն խորհրդարան։ Հիմնականում համաձայն եմ ձեր քաշած տեսակետների հետ, սակայն ուզում եմ ասել, որ ինֆորմացիոն հոսքերը շատ արագ են ու անհնար է գտնել դրա այսպես ոչը կամ գլուխը ու համակարգված կերպով հակազդել դրան։ Այսինքն, եթե մենք տեսնում ենք ապատարակատվություն, մենք միանգամից օպերատիվ կերպով կարողանում ենք դրանց հակազդել կամ ինչ-որ դրա վերաբերյալ ինչ-որ հայտարարություն տարածել, բայց ունենք նաև խնդիր հասարակության մեդիագրավիտության հետ կապված։ Այսինքն, եթե մարդը տեսնում է, որ օրինակ հենց մեկը վերնագրերի առումով տեսնում է մի հետաքրքիր վերնագիր, հրատապ, ինչ-որ մեծ վերնագրերը, մարդուն այլևս չի հետաքրքրում բովանդակությունը։ Այսինքն, եթե նաև վստահությունը պետական կառույցների հանդեպ մեծ չէ, մեդիագրավիտության մակարդակը բարձր չէ հասարակության կողմից, այսինքն, եթե լինի նույնիսկ օպերատիվ հակազդում, կարծում եմ, որ ապատերակատվությունը ավելի արագ տեմպերով կտարածվի ու դրան վերացնելը կամ կանխարգելելը ավելի դժվար կլինի։ Դրա համար կարծում եմ, որ իրոք մեդիագրավիտության բարձրացումը հասարակության շրջանում հիմնական բանալին է, որը մեզ կօգնի պայքարել ապատերակատվության դեմ։ Ոչ ոք վստահության, բարձր վստահությունը չի բացառում, ոչ ոք մեդիագրավիտությունը չի բացառում։ Իմ ասածը ուրիշ տեղ է, հանրության հետ կապելը PR մասնագետը ոչ միայն արձագանքում ինֆորմացիային, իր ֆունկցիաներից մեկը նաև կանխատեսումն է։ Կանխատեսումն է, թե գործընթացների հետևյալ ընթացքը ուր կարա տանի, ինչ ինֆորմացիոն այսբերգներ կարա դուրս գա։ Եվ ինքը նախորդ դա հասկանալով, հանրությունից առաջ ընկնելով, այդ դեզինֆորմացիա տարածողներից առաջ ընկնելով, երբ որ ինքը այդ սև կետերը միանգամից մեկնաբանում է, միանգամից փակում է, միանգամից լուսաբանում է, այդ խնդիրը վաղը ինքը չի ունենում, ինքը հերքելու խնդիր չի ունենում, որտեղ ինքը նախորոք արդեն բացատրել է, թե դա ինչի էր։ Այսինքն ընդեր որ ձեր մոտ նշած էր, որ PR-ի խնդիրը դրական կերպարի ձևավորումն է, ոչ միայն ճիշտ որ խոսամ, ճիշտ կերպարի ձևավորումն է։ Հա, այսինքն միշտ չէ որ PR-ը գործ ունի լավ բանի հետ, չէ որ կան կրիտիկական իրավիճակներ, ճգնաժամային իրավիճակներ եւ նորից PR-ը պետք է խոսի, մեկնաբանի, բացատրի, հա, եւ որպեսզի այդ ճգնաժամը շուրի, նախորդ եթե դու ինֆորմացիոն դաշտում բաց թողնես նույնիսկ բացասական երևույթների մեկնաբանությունները, դու կանխես հետագա գնդակները կորը։ Մի դիտարկում էլ անեմ, եթե մենք օրինակ դիտարկում ենք հենց այս ոլորտով, եթե մենք վերցնում ենք ինչ-որ արատավոր երևույթ, որի կանխատեսում ենք ինչ-որ առումով, որ կարող են ինչ-որ մեկնաբանություններ լինեն, իսկ եթե չլինեն մեկնաբանություններ, իսկ եթե չլինեն, եթե ինչու՞ է հենց ապատերակատվության էությունը, այսինքն մենք տեսնում ենք ինչ-որ խնդիր, որի վերաբերյալ կարող լինի ապատերակատվական ինչ-որ նյութ, ինչ-որ հոդված, ինչ-որ X էջի կողմից, բայց մենք չենք կարող կանխատեսել, թե այդ հոդվածի որ փաթը օգտագործվի։ Դրա համար 7 հոդվածին բռնում ես, 7 հոդվածին ժամանակին բռնում ես, բոլոր 8+1 ոտքերը կապում ես, եւ այդ ոչ մի հետաքրքրություն չկա այդ կենտրոնակական, որտեղ 7 ոտերն է տեսել են։ Հասկանում եք, դա լավ, ահա, շատ լավ, հա։ Դա PR մասնագետի գործառույթներից մեկն է։ Շատ լավ, շնորհակալություն։ Բախշան Գևորգ Էկենգից ծրագրերի համակարգման։ Այ իմ հաջորդ հարցը ձեզ էր։ Ինչ լավ, միանգամից հարց ես կապված հենց այս քննարկման է, էլի։ Արդյոք հնարավոր է նախապես հետազոտությունների ընթացքում ողջել, թե ինչ թեմաներով է կատարվում ապատերեկատվությունը հիմնականում վերջի օրինակ 4 տարվա ընթացքում դրանք փորձել կատեգորիզացնել ու ըստ կատեգորիզացիայի բաժանել դրանք հիմնականում ներքին աղբյուրների ապատերեկատվություն են, թե արտաքին աղբյուրների են, ինչ խմբերի միջոցով են կատարվում ու նրանք, որոնք որ տարածված են, դրանց վերաբերյալ ունենալ ընդհանուր կոնտեքստային տեղեկատվություն, որը հետագայում
համ կանխարգելելու, համ էլ կանխատեսելու համար օգտակար կլինեն, ստեղծել ինչ-որ մի հատ կոնտեքստ, ինֆորմացիա, որը որ կօգնի համ հղումներ կատարել հետագայում, որը որ համ կօգնի ճանաչել ինչ հարձակումներ կարող լինի, համ էլ ձեռքի տակ պատրաստ ունենալ նյութ նախորոք կոնտեքստ, որը որ կարելի է միանգամից ավելի մեծ ծավալներով լցնել մեդիա տիրույթ։ Ես այս մասով մի բան հարցնեմ, դուք որ նշեցիք մոնիտորինգ եք իրականացնում, արդյոք բարձրացված հարցը վերաբերվում է կամ ձեր մոնիտորինգի շրջանակներում դա եւս իրականացվում է, թե դուք sense այսպես ընդհանուր, այսինքն ձեզ համար նկատում եմ կառավարության համար պարզա թե աղբյուրները ներքին են, արտաքին են, որոնք են այն հիմնական տոպիկները, որոնց օքեյ։ Միանշանակ պարզ է ու շատ կարևոր է դրանց ուսումնասիրությունը։ Բարձրացված հարցը հետաքրքիր էր, օրինակ այսպիսի օրինակ բերեմ։ Մենք կարող ենք ուսումնասիրել նախորդ 4 տարիների տենդենսները, բայց մենք չենք կարող գուշակել վաղը ինչ-որ քարոզչական մեխանիզմ կամ ինչ-որ արտաքին ուժ կամ ինչ-որ X կառույց կամ ինչ-որ X թերթ ինչ ապատերապատկական մանիպուլյացիա կարող է կիրառել։ Ու դրա համար ասել, որ մենք կարող ենք բռնել եւ ամբողջությամբ փակել այդ քննարկման դաշտը, տարածման դաշտը, դա ուղղակի կարծում եմ անհնար է։ Ամբողջությամբ չէ։ Հանրության հետ կապերի ստորաբաժանումների մասին է խոսքը։ Ամեն մեկը իր տեղում, իր ոլորտում, եթե քանի ինչ որ ես եմ ասում, ահագին բան դուրս կգա։ Դուք չեք կարող սպորտի, չգիտեմ, բոլոր ոլորտները փակել, երբ որ ասում եք կենտրոնացված կառույց, նա մեկը այլ չի փակելու։ Այսինքն ոլորտային կառույցները իրանք դա կարողանան փակել։ Արգասպարյան, կգմսնը կզնակ հիմնադրամ, նախ շնորհակալություն իրականացրած աշխատանքի եւ հետազոտության համար եւ քանի որ ձեռնարկում դուք նշեցիք, որ կարևոր գործողությունները որ պետք է արվեն, մասնավորապես մեդիագրագիտության բարձրացումը, քննադատական մտածողություն եւ այլն հանրակրթության ոլորտում ես մի փոքր տեղեկատվություն փոխանցեմ, որպեսզի բարձ լինի բոլորի համար։ Գիտեք, որ հանրակրթության ոլորտում իրականացում են մեծածավալ բարեփոխումներ երկու ուղղությամբ՝ ենթակառուցվածքային եւ բովանդակային, եւ բովանդակային բարեփոխումների մեջ հանրակրթության պետական նոր չափորոշիչով կարևոր տեղ է հատկացվում նախագծային ուսուցմանը եւ դպրոցներում շատ մեծ թիվ է կազմում հենց մեդիագրագիտության շրջանակներում իրականացվող նախագծային աշխատանքները, որոնք միտված են հենց այդ կարողությունների ձևավորմանը։ Հաջորդ կարևոր քայլը, որ հենց այս պահին էլ իրականացվում է, դա ուսուցիչների մասնագիտական զարգացմանն է միտված, մենթոր դպրոցների միջոցով կզնայք հիմնադրամը մենթորական ծրագրի շրջանակներում իրականացնում է մի շարք դասընթացներ ուսուցիչների կարողության բարձրացմանը, մասնավորապես մեդիագրագիտության վերաբերյալ, քննադատական մտածողության վերաբերյալ, ապա տեղեկատվության հետ կապված եւ հենց պետության կրթական քաղաքականությունը այս մասով նաեւ ռազմավարության հետ ուղիղ կապ ունի, նպաստել հանրակրթությունում համապատասխան հմտությունների եւ կարողությունների փոխանցմանը եւ դրանք իրականացվում են այս պահին երկու ուղղությամբ, ինչպես նշեցի։ Եթե կան հարցեր, կարող եմ ավելի մանրամասն ներկայացնել, ամեն դեպքում ուզեցի, որ այս կարևոր տեղեկատվությունը ներկաները իմանան։ Ուրեմն մենթոր դպրոցները 46 մենթոր դպրոցներ են Հայաստանի Հանրապետությունում, որոնք որ աշխարհագրական առումով բոլոր տարածաշրջանները, այսպես ասեմ, ծածկում են, այսինքն կրթագոտիներով, կլաստերներով բոլոր դպրոցների հետ կան համապատասխան մենթոր դպրոցներ։ Մենթոր դպրոցների միջոցով իրականացնում ենք մի շարք դասընթացներ։ Դասընթացի համար առաջին հերթին մենթոր դպրոցներից պահանջվում են մենթորների հավակնորդներ։ Մեթոդոլոգիան այս հետաքրքրում գործընթացը չէ, ինչ մեթոդոլոգիա։ Դե դա եմ ասում, այսինքն մենք սկզբից դուք ասում եք ինչպես եք պատրաստում մենթորներին։ Հեռավար վերապատրաստումների միջոցով համապատասխան հավակնորդներին հավաքագրում ենք եւ փորձագետների կողմից իրենց համապատասխան հմտություններով օժտում ենք
երբ որ բավարարում են մեր պահանջները, այսինքն հաղթահարում են վերջնաթեստը, հարցազրույցը, անպատասխան, իրենք ճանաչում են մենթոր։ Եվ այդ մենթորները ուսուցիչների շրջանում իրականացնում են վերապատրաստումները, կրկին հեռավար, անպատասխան հմտություններ, գիտելիքներ լրացուցիչ փոխանցելու միջոցով, քննադատական մտածողության մասով, մեդիագրագիտության մասով եւ ապատեղեկատվությամբ։ Տեղական, միջազգային, ինչի հիման վրա, որևէ փորձառություն ունեք, ինձ հետաքրքիր է, ոնց եք դա որոշել, ինչի հիման վրա, միջազգային փորձ ունեք։ Շատ ես նշեցի, հիմա կոնկրետ գործընթացը նշեցի, գործընթացը ես տեղյակ եմ, ինձ փորձագետներ, համապատասխան փորձագետներ կան, որոնք որ հենց այդ ուղղությամբ ունեն եւ միջազգային փորձի ուսումնասիրություն եւ համապատասխան մոդուլներ կոնկրետ ես տեսեք ավելի կոնկրետ դասընթացների մասով ես չեմ կարող հիմա ձեզ մասնավորեցնել որ երկրի, բայց մեխանիզմը թե ոնց է կանում կարող եմ ասել։ Այսինքն մոդուլները համապատասխան մշակվում են։ Դե ամեն դեպքում ընդհանուր նպատակը ես ուզում եմ բարձ լինի, փոխանցում են համապատասխան հմտություն գիտելիք, քանի որ դուք նշում եք, որ պետք է բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը, քննադատական մտածողության, ապատեղեկատվության դեմ պայքարի համապատասխան հմտություններ օժտել, ես ասում եմ, որ դա տեղի է ունենում, եւ շատ հանգիստ մենք կարող ենք բարձել ուսուցիչներից, արդյոք իրականացում է, թե ոչ, եւ մենք նաեւ հետադարձ գնահատում ենք իրականացնում, ունենք համապատասխան վերլուծությունները ուսուցիչների կողմից անանուն, թե ինչ պրոգրես իրենք ունեն։ Եվ այս մասով վերջին տարիներին, մասնավորապես 2-3 տարիների ընթացքում զգալի աշխատանքներ են արվում։ Շատ լավ, շնորհակալություն։ Դասարաններից են սկսում, դե ավելի բարձր։ Տեսեք, երբ մենք պահանջում ենք ուսուցիչների տվյալներ, կոնկրետ օրինակ քննադատական մտածողության դեպքում, մենք չենք նշում, որ ուսուցչի դպրոցն ազատ է, դասվար կներկայացնի, տնօրեն կներկայացնի, փոխտնօրեն կներկայացնի, այդտեղ չենք դնում սահմանափակում, լինում են եւ դասվարներ, եւ փոխտնօրեն տարբեր կարգավիճակ։ Դա չեմ ասում, աշակերտներն չէ, որ իրենք եթե դասավորում են, ինչ-որ մեկին դի փոխանցեն, գիտելիքը, ում են փոխանցում։ Դե պարզ է, որ ուսուցիչները եթե վերապատրաստվում են մանկավարժական կազմի հետ, մեթոդ միավորումների նիստերի ժամանակ, համապատասխան հմտություններն են ինչ-որ ստացել են վերապատրաստման ժամանակ, իսվում են գործընկերների հետ եւ գործընկերներն են սովորողների շրջանում են։ Սովորողների որ տարիքային խմբում են սկսում։ Չկա։ Դե դա արդեն ես այսպես հասկացա, Տիկին Եղիազարյան, որ քանի որ կոնկրետ ուսուցիչների թիրախային խումբ առանձնացված չէ, այսինքն ընդհանուր ուսուցիչ մասնագիտության ներքո գտնվող անձիկ կարող են մասնակցել, արդեն կախված նրանից, թե այդ ուսուցիչը որ դասարան է մտնում, տարական է մտնում, 10-րդ է մտնում, այս դրա համար ես եթե ճիշտ հասկացա ձեր ասածը։ Նպատակը բոլոր դպրոցներում ունենալ համապատասխան վերապատրաստված ուսուցիչներ։ Դա արդեն դպրոցների տնօրենների հասարակության շրջանում է մասնագիտական զարգացմանը ինչպես են իրենք նպաստում։ Դա այլ հարց է։ Մենք չենք կարող բոլոր ուսուցիչներին միաժամանակ վերապատրաստել։ Մենք տարբեր թեմաներով իրականացնում ենք դասընթացներ եւ այնպես ենք անում, որ բոլոր դպրոցներից ներգրաված լինեն թե մեդիագրագիտության վերաբերյալ դասընթացներին, թե քննադատական մտածողության, արդեն այդ վերապատրաստված ուսուցիչները իրենց կոլեկտիվի մեջ պիտի իրականացնեն փորձի փոխանակում եւ շատ դեպքերում իրականացնում են կախված ինչպիսի կառավարում է իրականացում դպրոցում։ Եթե տնօրենը նպաստում է, որ մասնագիտական զարգացումը գործընկերների շրջանում լինի, լինում է։ Եթե անտարբերություն կա, բարձր է, որ վերապատրաստվի մյուսները չեն իմանա ինչ։ Ունենք մշտարի դաշտումներ եւ դա է ուզում ասել, որ դպրոցներ կան, որոնք որ վերապատրաստված ուսուցիչների առջև դնում են պահանջ, որ գալ եւ ներկայացնել ինչ եք սովորել դասընթացի ժամանակ։ Հստակ այս մեխանիզմով փոխանցում են նաեւ ամբողջ կոլեկտիվին։ Այսինքն իրականացնում են աշխատանքային քննարկումներ, մանկավարժական խորհրդի նիստ կլինի կամ այլ կլոր սեղան քննարկում, ունենք այդպիսի հաջողված դպրոցներ, որոնք որ բոլորի համար տեղայնացնում են դա, ոչ թե մի ուսուցիչն է միայն իմանում ինչ սովորել։ Այո, ունենք նաև դեպքեր, որ չեն անում
ստանում ենք տեղեկատվություն, որ պարզապես այդ ուսուցիչները վերապատրաստվում են եւ միայն իրենք են իմանում են, ինչ որ իմանում են։ Այս դեպքում մենք ունենք հստակ այսպես առաջանցիկ, հա, վարկանիշ ունեցող դպրոցներ, որոնց որ մենք գիտենք, եւ նաեւ ունենք դպրոցներ, որոնք որ չունեն այդ վարկանիշը, այսպես ասեմ։ Այդ դեպքում արդեն դպրոցների տնօրենների հետ իրականացում է համապատասխան միջամտություն, համապատասխան գործիքակազմի բարձաբանումներ, հանդիպումներ, մշտադիտարկումներ, հարցազրույցներ կոլեկտիվների հետ եւ ըստ լիազոր մարմնի քայլեր են ձեռնարկում ակտիվացնելու համար։ Իհարկե լինում է դեպքեր, որ կրկին չի ակտիվանում, սա այլ հարց է, դա արդեն տնօրենի հետագա պաշտոնավարման ժամանակ համապատասխան բնութագիր է ձևավորում ըստ էության եւ որոշում են այս մասը։ Շատ լավ, շնորհակալություն։ Վերջ հարցը հասցնենք։ Այսինքն ես հասկացա, որ դպրոցի տնօրենները իրանք են որոշում այն գիտելիքները, որոնք ուսուցիչները ստացել են, փոխանցելու են, թե չեն փոխանցելու, ոչ թե գոլեգաներին, այլ աշակերտներին։ Որովհետև նման ուսումնական ծրագիր չունեն, պիտի լինի, որ իրանք դա անեն։ Տեսեք, ես հստակ ասում եմ, պարզապես մենք իրար տարբեր կողմից ենք ասում։ Մենք կոլեկտիվն ենք նշում։ Նախ ուզում եմ հստակ պատկերացնել։ Դպրոցում ով է պատասխանատու ուսուցման գործընթացի տնօրենը, ճիշտ է, շատ լավ։ Ահա, եթե մենք իրականացնում ենք քաղաքականություն ուղղված ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, բոլոր դպրոցներում համապատասխան գիտելիքով հմտություններով կոչվում են ուսուցիչներ, մեդիագրագիտությունից քննադատական մտածողություն։ Տնօրենի առջև դրված է պատասխանատվություն մասնագիտական զարգացման բարձրացմանը ուսուցիչների շրջանում եւ համապատասխան հմտությունների ձևավորմանը սովորողների շրջանում։ Այսինքն հանրապետության պետական նոր չափորոշիչը հստակ ասում է, որ դպրոցը պետք է նախաձեռնի նախագծային աշխատանքների միջոցով եւ այլն, մենք այդտեղ ճկունություն ենք տվել։ Այսինքն կոնկրետ սահմանված չի, որ սա պիտի անես, նա պիտի ավելի մեխանիզմներ են կարծում, որովհետև դպրոցներից ասական կա, որ դա տեսական գիտելիքներ են մեկ, երկրորդը, որ բոլոր դպրոցներում չի իրականացում, երրորդը, որ ժամ հատկացված չի։ Այսինքն կարան որոշեն անեն, որոշ դասից հետո կամ խմբակներ ստեղծեն, դա համատարած չի արվում աշակերտների համար։ Խնդիրը դա է։ Այսինքն ուսուցիչները գիտելիք ունեն, բայց դա որքանով է հետո փոխանցվում, կոլեկտիվին հասկացանք, աշակերտներին, չէ՞ որ նպատակը, որ երիտասարդները լինեն մեդիագրագետ, ուսուցիչները տեղային դարձան, հետո գործընթացի։ Դուք առաջարկում եք նման առարկա լինի առարկայացանկում, ես ճիշտ եմ հասկանում։ Չէ, բայց ի՞նչն է։ Հարցնում ենք, եթե գործընթացը սկսել եք, հետևողական կա, Ես Ես գիտեմ, որ չկա, ուղղակի ուզում տեսեմ դուք ոնց եք անում, հետևում եք, որ ձեր վատնաշ ջանքերը տեղ հասնում են, թե չէ։ Օրինակ ուսուցիչներին վերապատրաստեցինք շատ լավ, բոլորը վերապատրաստված գնացին կոլեկտիվում մի որոշ մասին արին, որոշին չէ, բայց դա հաջորդ փոխանցումը աշակերտներին լինում է, թե չէ, դուք մշտադիտարկում անում եք, թե չէ։ Չի արվում։ Չէ, տեսեք, դուք Ես շատ կարճ, 2 րոպեով արձագանքեմ եւ վերջ։ Չի արվում ձևակերպումը տեղին չի, այլ հարց է ինչ մակարդակով է եւ ինչ մասշտաբ է ընդգրկում դա, ինչ մասշտաբ է ընդգրկում, որտեղ արվում է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ արվում է եւ մենք կարող ենք հանդիպել կզնակ հիմնադրամում, ներկայացնել նաեւ ինչ ենք արել եւ ինչ արդյունքներ ունենք, որովհետեւ ես դեռ չծանրաբեռնեմ քննարկումը։ Բայց կոնկրետ ուզում եմ նշել, հանրապետության պետական նոր չափորոշիչը ունի համապատասխան ժամերի, հա, հատկացված մասը, դա կլինի խմբակների տեսքով, դա կլինի անհատական բաղադրիչից, դպրոցը ինքն է իր մանկավարժական հանրույթով որոշում, եթե դպրոցին պետք է տնտեսագիտությունը, ոչ թե մեդիագրագիտությունը, մենք չենք կարող պարտադրել մեդիագրագիտությունը։ Շատ լավ, շնորհակալություն, ինձ թվում է հա առաջինը ուզում էի հարցնեի հենց հարեն կապել եւ տեղեկատվության կենտրոնին մենք
քանի որ մի շարք գործողություններում հենց իրենք հանդիսանում են համակատարող գործողությունների ծրագրով, նախ կցանկանայի հարցնել տեղեկատվական անվտանգության հետ կապված գործողությունների մասով ինչ առաջընթացակ գրանցվել։ Ու հենց այս հարցի մենք համոզենք եւ պետական նախարարությունից, մեր գործընկերը մեզ միացավ եւ եկենգից, խնդրեմ կենտրոնի ներկայացումից հետո, եթե դուք ունենաք ավելացում այս մասով անվտանգության ապահովության, Մասնավորապես կիբերանվտանգության ուղեցույցի մշակումը օրինակ նախատեսված այդ մասով կոնկրետում ենք, չենք զբաղվել այդ մշակմամբ, ու չենք կարող մանրամասն ներկայացնել ինչ քայլեր են իրականացվել ու ինչ առաջընթաց կա գրանցված։ Խնդրեմ հավելյալ տեղեկատվության համար դիմենք կոնկրետ մասնագետներին, ովքեր աշխատում են մեր կառույցում, ձեզ հավաքական տեղեկատվություն կտեղարկել համաձայն։ Մեդիա գիտակցության հետ կապված որոշ տեղեկություն մաղորդել։ Այս տարի պետական նախարարությունը կգծում է այդ համատեղ արշավը սկսելու ընկերությունների մեդիա բարձրացնելու համար նախատեսված են այցել բոլոր մարզեր, արդեն նախապատրաստական աշխատանքներ տարվում են, անձամբ պետական նախարարը առաջնորդելու է այդ արշավը եւ մենք որոշակի աշխատանք նաեւ միջայց են կատարել, բավական ուսումնասիրություններ եղել հենց անչափահասների իրավունքների պաշտպանության հետ կապված բազմաթիվ հանդիպումներ եւ բազմաթիվ նկատառումներ ունենք այս առումով եւ այս ամեն ինչը կփորձենք այս տարվանից արդեն կյանքի կոչել մեր գործընկերների հետ կառուցության նախարարության ինտերակտիվում կիբեր անվտանգության հետ կապված չգիտեմ կիբերանվտանգության մասին Իսպանիայի ազգային ժողով շուտով երկրորդ ընտրություն արդեն կանցնի, բայց այստեղ ուզում եմ նշել, որ ոչ միայն կիբերանվտանգության օրենքն է, պատմում կան նաև այլ օրենքներ, այդ նաև հանրային տեղեկատվության մասին օրենքը, որը որ կիբերանվտանգության երևի հիմնական բաղկացուցիչներից մեկն է։ Մենք հաճախ ենթադրյալ հարձակումներից կամ չարագործներից ենք փորձում պաշտպանվել, բայց ապատերեկատվության առումով շատ ավելի կարևոր է տեղեկատվության հասանելիությունը եւ ամբողջականությունը։ Հասանելիությունը պետության կողմից այնպես կլինի, որ ամբողջ տեղեկատվությունը մենք փորձում ենք բաց պահել, որը որ հանրության իրավունքն է եւ ցանկացած անձ եթե մասնավորապես տվյալ օգտագործումը որևէ ծառայություն մատուցելիս առնվազն տեղյակ կլինի, բայց հիմնական նաեւ ցուցություն պետք է տա, որ տեղեկատվությունը օգտագործվի որևէ ծառայություն մատուցելիս։ Դա այստեղ ամրագրված է, նաեւ շատ կարևոր հանգամանք կարող ենք ամրագրված, որ տեղեկատվությունը մեկ անգամ սկզբում ենք իրավելու, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այլևս պարտավոր չեն լինելու մեկ անգամ տրված տեղեկատվությունը, որը պետական արձանում կրկնելու։ Իհարկե դրան հասնելու համար լուրջ ջանքեր են պետք, մասնավորապես պետական շտեմարանների կարգավորման մասն է խոսքը, նաև կառավարությունը ընդունել է որոշում անպայման առաջին, չգիտեմ տեղեկատվի չէ դրա մասին, մենք հիմա աշխատում ենք շտեմարանները մաքրել, քարտեզագրել պետական, արդեն ունենք որ տեղեկատվությունը որտեղ է գտնվում։ Այս առումով ապատերեկատվությունը կամ տեղեկատվության խեղաթյուրումը այս պետական շտեմարաններում դառնալու է շատ ավելի դժվար եւ ապահովված կլինեն որոշակի առումով այն ապատերեկատվությունը, որը կարող է պրոցեսները խաթարել կամ այն աղճատված ինֆորմացիայից, որը որոշ ներկայացնես կարող է խոչընդոտել։ Ես լավատեսական եմ տրամադրված, բավականին լուրջ ջանքեր գործադրել վերջին 4 տարվա ընթացքում, մասնավորապես կիբերանվտանգության օրենքը համարյա որոշ ագրի կողմերի հետ մանրամասն ուսումնասիրվել է, բոլոր կողմերի կարծիքները հաշվի առնվել եւ ընդունելուց հետո արդեն դաշտը պատրաստ է այս փոփոխություններին, բայց ընդհանուր առմամբ խնդիրները իրոք շատ են, մասնավորապես արհեստական բանականության միջոցով անձի ինքնությունը գովանալու յուրացնելու միջոցով որոշակի հանցագործություն խմբականներ կա, որի մասին նույնպես հիմա աշխատում ենք որոշ դրույթներ ըստ երևույթին կառաջարկենք քրեականացնել, խոսքը չի արվում գործիքների կառուցմանը, այլ ուղղակի այդ գործիքների կիրառմամբ հանցագործություններ կատարելու մասն է խոսքը deepfake-երի եւ այլն,
շատ խորը համագործակցում ենք մեր եվրոպական գործընկերների հետ ամերիկյան, բայց երևի գիտեք եվրոպական կարգավորումներ կան այս ամեն ինչի վերաբերյալ, բայց այնտեղ է խնդիրներ կան, որտեղ կարգավորումի բանա համապատասխան գործիքները, որոնց միջոցով այդ կարգավորման դեպքերը պետք է ապահովեն, մենք ուրիշ բան, դեռ երևս մեր եվրոպական գործընկերները նույնպես դժվարություններ ունեն այս առումով, բայց հաշվի առնելով գործընկերների փորձը նաև ընթացիկ իրավիճակը, ինձ թվում է հետզհետե մարտահրավերներ դիմագրավելու հնարավորություն ունենան ևս մի կարճ միտքեր եթե դուք եւ կավարտեմ։ Տեղեկատվության անվտանգությունը պետք է հասկանալ, որ առաջին հերթին տեղեկատվության հասանելիությունն է եւ նաեւ մեկ այլ դրույթ է, որ ճշմարտությունը իմանալը դա դեռ քիչ է, պետք է վարքագիծ ձևավորենք։ Այդ առումով երեխաների հետ կապված կարճ ասեմ, ես շատ եմ ուսումնասիրել երեխաների վարքագիծը, շատ անգամ մենք իրենց սովորելու բան ենք, հասները մենք իրենց սովորեցնելու, որովհետև իրենք ադապտացվում են ներկա իրավիճակին շատ ավելի արագ ու հասկանում են թե կոնկրետ որ տեղեկատվությունն է օգտակար եւ որը որ կարող է օգտվել առաջացնել եւ միմյանց փոփոխության են հասնում, այդ փորձը պետք է ուսումնասիրել երեխաների աշխատանքի ընթացքում։ Առայժմ ես կնշանակալություն։ Ես մենք ունենք չէ անձնական գրավների վարչության գործակալությունից, դուք այս օրենքի շրջանակներում այսօր մանրամասնության նույնականացման դրա վերաբերյալ տարբեր գործողությունների մասով, որ դեռ օրինակ ծրագրում ներկայացված չի, բայց դες համար առաջնայինական ուսումնասիրման խնդիրների մասով կարող մեզ ամփոփ տեղեկատվություն տրամադրել։ Գետամ Հատեվոսյան, անձնական գրավների պաշտպանության երազողանի, անձնական գրավների պաշտպանության գործակալության ռեստիվանյան մեթոդիկի բաժնի հարցը կոնկրետ ինքնության դիփֆեյքերի լավ չհասկացա, բայց ես ուզում եմ հակուր հայտնեց առաջին հարցին դերս պատասխանել, որ արդյոք պետք է մեկ լիազոր մարմին կամ թե պետք է գործառույթների պաշտպանություն եւ այլն, ըստ էության մենք հենց այդ ճանապարհով կարծես թե գնում ենք, գործընկերը նշեց, որ այդ օրենքների կոնկրետ որ արդեն ազգային ժողովում է, դրանով նաեւ նախատեսվում է լիազոր մարմնի ստեղծումը կիբերանվտանգության, որը որոշակի մասնակի գործառույթներ ինքը պիտի ծածկի, կա նաև անձնական գրավների պաշտպանության գործակալությունը, լիազոր մարմինը, որ այս պահին արտադրության նախարարության կազմում է, բայց որպես ես ասեմ, որ շատ ակտիվ քննարկման փուլում է անձնական գրավների պաշտպանության լիազոր մարմինը ունենալու անկախ կարգավիճակում, գուցե հանձնակատարի կարգավիճակը դեռևս քննարկման փուլում է, բայց ամենայն դեպս այդ հարցը շատ բարձր մակարդակով քննարկվում է, նաև կարողությունների ու լիազորությունների չի, բայց կարողությունների զարգացման տեսլականով, մասնարարպես թվականակի ավելացում եւ այլն, այս ամեն ինչը գուցե տեխնիկական բաներ են, բայց դրանք կբերեն նաև բովանդակության եւ առարկայական փոփոխություններ, որ կարողանա նաև այս լիազոր մարմինը նաև իր մասով այնքանով, որ նույն գործընկերոջից նշած ինքնության գողության դեպքերում, որտեղ որ հնարավոր հանցակազմ չկա, հանցակազմ կա, արդեն իրապահում բայց նաև այդ ամեն ինչին կանխարգելելու, պատրաստ լինելու, որ ուսուցումները ավելի մեծ քանակով իրականացնելու եւ այլն։ Ունենք նաև մենք այս պահին ընդհանրապես տեղեկատվության կամ տեղեկատվության ազատության համար պատասխանատու լիազոր մարմնի, տեղեկատվության ազատության մասին օրենքը երկար տարիներ շատ լավ այնքանով որքանով գործում է, բայց որպես այդպիսին լիազոր մարմին չկա եւ այս իմաստով նաև օրինակ մենք էլ գործակալություններ երբեմն ծածկում ենք այդ բացը, երբ վեճերը վերաբերում են տեղեկատվության տրամադրման մերժմանը անձնական տվյալների հիմքով, որպես պետական մարմիններ նշում են, որ դրանք անձնական տվյալներ են։ Բայց ուզում ասեմ, երևի թե ճիշտ ճանապարհով է շարժվում, որ ապա կենտրոնացված է, այսինքն այս հարցը եւ այս խնդիրը եւ գտնում է տարբեր մարմինների, տարբեր լիազոր մարմինների եւ տարբեր պատկան մարմինների տիրույթում, բազապես այստեղ կարևոր է երկխոսությունը, որը որ կարծում ես պահին հենց դրանով են մենք սպառված ենք, որ մեկը մյուսի գործողությունների մասին տեղյակ լինում
որ համակարգ, որտեղ երբեմն լինում է շատ լավ ծրագիր, ինչ-որ միջազգային դոնորի կամ բանի միջոցով իրականացվում է ինչ-որ մի X նախարարությունում, բայց դա այտենց, չասեմ ծածուկ, բայց սենց իրանք իրանցով են անում եւ տեսանելիությունը եւ եթե դա արվեր գործընկերային բանում, մակարդակում, գուցե ավելի եթե շատ մարդիկ տեղյակ լինեին կամ շատ կառույցներ, արդյունքները այլ կլինեին։ Կամ մի ինչ-որ բան ներդրվում է, հատկապես այս թվայնացման գործիքների հետ կապված եւ պարզվում է, որ դրա կարիքը կամ չկար կամ չի աշխատում, այսինքն ինչպես օրինակ տեսեք դուք նշեցիք, որ հետագայում լինելու է, որ մեկ փաստաթուղթ ներկայացնում է որևէ պետական մարմին, այս թվայնացման մեկ բաներից է, կարևոր ձեռքբերումներից է, որ մարդուն հնարավորինս մարդու կյանքը հեշտացնել, մեծ իմաստով ինչի մասն է թվայնացումը ու գործիքները, դա իրականում անձնական տվյալների մշակման կարևորագույն սկզբունքներից է նաև, կոչվում է սուբյեկտի նվազագույն ներգրավման սկզբունք, որ մարդուն հնարավորինս քիչ անհանգստացնել, եթե մի բանը հնարավոր է օրինակ էլեկտրոնային եղանակով ստանա, այլևս թղթային չպահանջել, բայց մենք ունենք իրավիճակ, որ տվյալը ստանում են եւ էլեկտրոնային եւ թղթային, որտեղ օրինակ դիցուկ ինչ-որ մի օրենքով նկարագրված է, որ պետքա թվային ստանալ, բայց այդ օրենքը գրելուց չեն հաշվի առել, որ ասենք այսքան տարի հետո լինելու է փոխկապակցումը, լինելու է էլեկտրոնային բազաներից օգտվելու հնարավորությունը եւ այլն։ Մի քիչ երևի շեղվեցի հարցից, բայց կարծում շատ անգամ քաղաքացին պարտադրված է տալ թույլտվություն անձնական տվյալների վերաբերյալ։ Ինքը պաշտպանվածություն չկա, կա որևէ մեխանիզմ, օրինակ որևէ գործողություն չի կարող անել, եթե չի տալի համաձայնություն իր անձնական տվյալների մշակման։ Այդ դեպքում կարող եք մեկնաբանել անձնական տվյալների պաշտպանության իրավունքը ինքը լինելով մարդու հիմնարար իրավունքներից, ինքը բացարձակ իրավունք չի, ինքը միշտ մրցակցության մեջ է այլ իրավունքների հետ։ Այս դեպքում օրինակ եթե օրինակ տեղեկատվության ազատության հետ, օրինակ մի դեպքում չգիտեմ, ընտրական իրավունքի հետ, երբ որ ընտրողների ռեգիստրում հրապարակվում է մեծ թվով քաղաքացիների անձնական տվյալները եւ այլն։ Հիմա այդ իրականում մենք տալիս ենք ստիպված կամ ոչ ստիպված, տալիս ենք համաձայնություն ինչ-որ ծառայությունից կամ ինչ-որ բանից օգտվելու։ Տալիս ենք պետությանը, տալիս ենք խանութին, հյուրանոցին, որտեղից ում ծառայությունից որ օգտվում են։ Պետությունը երբ համաձայնությունը իրականում համաձայնության չափանիշներից է, որ պետք է ինքը լինի ազատորեն տրված, լինի կոնկրետ, կասկած չառաջանա, չափանիշներ կան։ Ստեղ ձեր կասկածը, որ արդյոք դա ազատորեն տրված համաձայնություն է, եթե դու չես կարող դրանից հրաժարվել։ Իրականում տեսականորեն նաև գործնականորեն կարող են հրաժարվել, բայց դրա ի հաշիվ այդ ծառայությունը չստանալ։ Մենք կարող ենք հյուրանոցին չտալ մեր անձնագրի պատճենը եւ գնալ օրինակ մաքնել կամրջի տակ, եթե բոլոր հյուրանոցները սա է մեծ իմաստով այլ ընտրանքը կա, բայց օրինակ պետության դեպքում, հետո մասնավորի դեպքում քիչ այլ է, բայց պետության դեպքում, եթե պետությունը պիտի ինձ նպաստ տա, ինքը պիտի որոշակի տվյալների տիրապետի, որպեսզի այդ գործընթացը կազմակերպի։ Պետության դեպքում բացապես պահանջները ավելի խիստ է։ Պետությունը պիտի առաջնորդվի բացառապես այն լիազորություններով, որոնց համար ինքն օրենքով է սահմանված։ Այսինքն այլ ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտով կամ պարզապես չգիտեմ նախարարի որոշումով կամ ինչ-որ բանով սահմանված լիազորություն կա, այդ լիազորություններից ելնելով տվյալ ինքը չի կարող պահանջել։ Սրանով քաղաքացին որոշակիորեն երաշխիքներ ունի, որտեղ եթե մի բանը օրենքով սահմանվել է, այդ օրենքները վերջով անցել է ինչ-որ ինստիտուտներ, քննարկումներ եւ այլն, ու համարվել է, որ այդտեղ նաեւ անձնական տվյալների պաշտպանության հարցը լուծված է, եթե պետությունը ուզում է այդ տվյալները, որպեսզի մատուցի կոնկրետ ծառայություն։ Մասնավորի դեպքում մի քիչ շատ ավելի բարդ է, որտեղ երբեմն համաձայնությունը չի համապատասխանում չափորոշիչներին, երբեմն նույնիսկ առանց համաձայնության է, երբեմն մարդը հետ է կանչում իր համաձայնությունը, վերջը այդ իրավունքն մարդու ունի։ Ես ինչ-որ դեղատան զեղչի քարտ ստանալու համար տվել եմ տվյալները, փոշմանել եմ, զզվացրել են, ասենք շատ են SMS-ներ ուղարկում, ասում ջնջեք ձեր բազայից եւ չի ջնջում օրինակ։ Սրանք խախտումներ է, որոնք որ եթե ի հայտ են գալիս, բնականաբար նաև մասնավոր կապված խնդիր կա, նաև երրորդ անձանց են շատ անգամ ոտանում, բայց մի բան եմ ուզում ասել պետական շտեմարանների վերաբերյալ, մենք ուսումնասիրում մոտ 220 պետական շտեմարաններ, որոնք պարունակում են անձնական տվյալներ, ցավոք սրտի,
դրանք հիմնականում արդեն ակտուալ չեն շատերը, որտեղ այն բայից երբ որ դու բնակչության պետական ռեգիստրից կտրվում ես, այլևս քո տվյալը ակտուալ չի կարող համարվել, եւ այս օրենքով կարգավորում է նաեւ դա միմիայն բնակչության պետական ռեգիստրում են լինելու այլևս անձի վերաբերող տվյալները, եւ այլ ծառայություն մատուցելուց պետք է օրենքով դա համարված է լինելու, որ ոչ ավել քան քեզ պետք է ծառայություն մատուցելու համար եւ ոչ նվազ, որը որ պետք է ծառայություն ամբողջական մատուցելու համար, իհարկե քաղաքացու տվյալությամբ հիմնականում, բայց կամ պետական գործառույթներ, որոնք քաղաքացուն ուղղակի իրազեկելու են, որ տվյալ գերատեսչությունը կամ գործակալությունը իր տվյալը որոշակի նպաստանշանակում կամ թոշականշանակում բազարու ստաժը պետք է նայել օրինակին է մարդու։ Ու օրենքով դա թվային տվյալների մասին խոսքը այլևս եւ դուք շատ ճիշտ նկատեցիք, որ կան տեղեր, որտեղ եւ թվային տվյալներ են եւ թղթային տվյալներ, սրանք հատիկ բոլոր օրենքները, բոլոր պրոցեսները վերանայելու կարիք ունեն, որը որ հիմա զբաղված եմ նաեւ մենք։ Շնորհակալություն։ Ես Շնորհակալություն եմ Արտոնի պաշտպանի աշխատակազմից, ճիշտ ասած իմ հարցից էս է, որ դուք խոսքում եք, որ լիազոր մարմինի ստեղծումն է նախատեսվում, ճիշտ ասած ուզում եմ հասկանալ, որ պետական մարմինը հանդիսանալու լիազոր մարմին է, մեկ էլ այդ նախագիծը որ փիլմա գտնվում։ Ամբողջ իմաստը այդ գործընթացի նրա, որ ինքը շրջիվ անկախ մարմին լինի, հավանաբար այս պահին քննարկումը հանձնաժողովի կարգավիճակը, հանձնաժողով լինի, եւ այս պահին դա իհարկե դա մեծապես գուցե սա ներքին խոհանոցի բաներ են իրականացված, չգիտեմ, միավորված են բարձրաձայնելու թե չէ, այս պահին նախարարությունը մաչնած նախարարներ հանդիպումներում ես քիչ առաջ լրահոսներն եւ դեսպանի հետ Շվեդիայի հետ դեսպանի հանդիպանը հենց այդ հարցն էր նաեւ նշված, որ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կարգավիճակի հարցն է նաեւ քննարկվում։ Ուրեմն որևէ նախարարության կազմում որպեսզի ինքը չլինի անկախ, սա առաջին պայմանն է, կարգավիճակը գործակալություն կլինի հիմնադրամ կլինի հանձնաժողով, իհարկե այս բանի հանձնաժողովի մեջ քաշվել, իսկ փուլներ հիմա Եվրոպական միության կողմից փորձագետ է բացվել, որը որ ուսումնասիրում է եւ օրենսդրական փոփոխություն է բանանում նախաձեռնել օրենսդրական փոփոխության նախագիծ է պատրաստում, որ կներկայացնի հետո շահագրգիռ կողմերին արդեն շարունակականությունը բայց կարևոր բանը նաև բացի այդ անկախության երաշխիքների բարձրացումից, նաև որ կազմը մեծանա, որտեղ եթե չգիտեք ասեմ, շատ փոքր կազմ է իրականում գործակալություն ընդհանուր ուժգին հոգալոց կազմա, որը հրաշալի չի այդ բոլոր լիազորությունները իրականացման համար, հուսով ենք նոր մարմնի կամ մարմնի վերաձևակերպման արդյունքում նաև կազմը էականորեն կավելանա։ Ցանկանում ինձ հետաքրքրում է այս բանի կոնկրետ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն է զբաղվում այն տվյալների թույլատրման կամ ուղղման, որոնք որ կապակցվում են մասնավոր սեկտորի ընկերությունները թե հիմա լինում են դեպքեր, որ դրանք երրորդ անձանց են կողմնացել։ Իհարկե պետական մարմինների դեպքում դրանք որոշակու վնասվել են։ Մասնավորի դեպքում ենթադրենք մենք գործ ունենք բանկերի հետ կամ այլ մասնավոր կազմակերպությունների հետ, որոնց որ կապակցությունը լինում է, բայց դրանից հետո ինչ հետևողական քայլեր են կատարվում գործակալության կողմից, որպեսզի հասկանանք, թե տվյալները ինչ երրորդ անձանց են փոխանցում, թեև իրենց կողմից ներկայացված հայտերի մեջ հստակ սահմանում կա, որ կողմը փոխանցվել այս կազմակերպությունների միջազգային, բայց այդ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունը կոպիտ ասած չի կատարվում եւ հարցական է, արդյոք գործակալությունը իրականացնում այն միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություն, թե ինչ մարմին է, ում կողմից է ֆինանսավորվում այդ մարմինը եւ արդյոք արժի որ փոխանցի այդ երրորդ մարմնի տվյալը, որովհետեւ շատ դեպքերում կարա դա հանդիսանա լուրջ խնդիր հետագայում արդեն երկրի համար ռազմավարական լուրջ սպառնալիք հանդիսանա տվյալ կազմակերպության կողմից այդ տվյալների նկատմամբ հասանելիություն ձեռքբերելը։
Շնորհակալություն հարցի համար, ինչպես արդեն նշեցիք, իսկապես այդ փոխկապակցությունների թույլտվությունների տրամադրումը մեզ համար շատ կարևոր գործառույթ է, որը իրականացվում է կառավարության որոշման հիման վրա, եւ դուք ինքներդ լավ տիրապետում եք այդ հայտի մանրամասները ինչ են լրացնում, շատ հստակ այդտեղ տարբերակում կա։ Նախ երրորդ անձի կամ երրորդ անձանցատող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում գտնվող են, թե ուրեմն միջազգային կազմակերպություններ են, սրանք հստակ տարբերակում է, որտեղ եթե Հայաստանի Հանրապետությունում գտնվող, ապա նպատակից, շրջանակից եւ այլ այդ ամենից ելնելով, այսպես հարցը ավելի պակաս վտանգավոր է, եթե այլ երկիր փոխանցման մասին է խոսքը, ապա այստեղ հստակ չափանիշներ կան, նաև օրենքով սահմանված, որ այլ երկիր փոխանցման դեպքում, եթե դա պետական մարմին է, ապա միայն բացառապես պայմանագիր պիտի լինի, երկրի մասին այդ մարմնի եւ այդ մյուս փոխգործի մարմնի միջև այլ երկրի եթե մասնավոր է, ապա այդ դեպքում գործակալությունը ամեն տարի հրապարակում է երկրների ցանկ, որոնք ունեն բավարար պաշտպանության մակարդակ եւ որոնց որ այդ դեպքում որ այն փոխանցումը համարվում է իրավաչափ, իհարկե բոլոր դեպքերում միշտ պետք է չափանիշները պահպանեն, այսինքն պետք է երաշխիքներ տրվի մյուս կողմից։ Եթե չկա այդ երկիրը ցանկում, որ գործակալությունը ամեն տարի հրապարակում է, ապա ամեն անգամ պետք է առանձին դիմի ուրեմն կազմակերպությունը լիազոր մարմին ներկայացնելով այն տվյալները, որ փոխանցվելու է նպատակները եւ այլն, եւ այդ երկրների մասով կոնկրետ առանձին որոշումներ են կայացվում։ Այսինքն այդ հայտի ուսումնասիրության ժամանակ մենք այս բոլոր բաները, եթե երրորդ անձանց կապել, դրանից չեն կարող իրականացնել, այդ կազմակերպություններն չեն կարող ուսահվել, որտեղ մեծ մասամբ իրանք գործառույթների մի մասը արտապատվիրակում են, outsource են անում եւ այդտեղ միշտ չի որ այդ վտանգները պետք տեսնել, բայց իհարկե զգուշավորությունը ու բանը Շատ լավ, շատ շնորհակալություն հարգելի գործընկերներ ձեր ներդրման եւ դիտարկումների համար ու մենք ինչպես սկզբում նշեցի կմշակենք փաթեթը եւ կներկայացնենք իրավասու մարմիններին ու նաև հասանելի կլինի մեր կայքում, եթե հետաքրքրված եք կարող եք նաև կայքում ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին, եւս մեկ անգամ շնորհակալ եմ քննարկման համար եւ ձեզ լավ օրվա ավարտ, կես ավարտ։